Ով է իրականում կանգնած Ռուսաստանի վերջին ահաբեկչական գործողությունների հետևում։ Ալեքսանդր Չերկասով, Ծայրահեղական իսլամական ընդհատակը Հյուսիսային Կովկասում։ Կարևոր է հասկանալ, թե ինչով է ծայրահեղական իսլամը տարբերվում այն ավանդական իսլամից, որը դավանում են Հյուսիսային Կովկասի ժողովուրդները։ Ռուսական ներկայությունը Հյուսիսային Կովկասում սկսվել է 16-րդ դարից, Իվանահեղի ժամանակներից։ Հյուսիսային Կովկասում արդեն կային մահմեդականություն դավանող ժողովուրդներ։ Իրանից և Ադրբեջանից սուֆական իսլամը Դաղստան էր հասել բավականին վաղ շրջանում։ Ավելի ուշ այդ տեսակի մահմեդականությունն էին ընդունել նաև Չեչնիայում և Ինգուշետիայում։ Ինչպես և բոլոր այլ կրոնները, իսլամը ևս տրանսֆորմացվում էր ժամանակի ընթացքում։ Վերջին տասնամյակների և 100-ամյակների ընթացքում իսլամը միտում ունի վերադառնալ սկզբնական վիճակին, ինչպես Մուհամմեդ մարգարեի օրոք էր, այսինքն վերադարձ ավելի մաքուր, ժամանակակից, ժամանակի հետ առաջացած շերտերից և զարգացումից զերծ վիճակի։ Այդ տեսակի մահմեդականությունը Ռուսաստանում հայտնի է որպես վահաբիստական կամ սալաֆիտական իսլամ։ Ռադիկալ իսլամիստական ընդհատակը, որի մասին մենք խոսում ենք, կապ ունի հիմնականում հենց այս ուղղությունների հետ։ Շարիաթը Չեչնիայում փորձում էին հաստատել դեռևս 18-19-րդ դարերի ազգային շարժումների առաջնորդները, օրինակ Շեյխ Մասուրը 1780-ականներին կամ Իմամ Շամիլը 1830-ականներին։ Ինչ-որ տեսակի օրենք հաստատելը տեղերում, որտեղ նախկինում հստակ սահմանված կարգ չկար, կարող է տարբեր նպատակներ ունենալ։ Չինգիզ խանի օրոք, օրինակ, Մեծ Տափաստանում օրենք հաստատվեց։ Մինչ այդ Տափաստանով անցնելն ու կենդանի մնալը գրեթե անհնար էր։ Իսկ օրենքի հաստատվելուց հետո ամեն ինչ հարաբերականորեն կարգավորվել էր։ Շատ հաճախ, սակայն, օրենքի հաստատումը լրիվ այլ նպատակներ է ունենում։ Իմամ Շամիլը Չեչնիայում շարիաթ էր հաստատել շատ կոնկրետ կարիքից դրդված։ Պետք էր ինչ-որ ձևով համակարգել զինված խմբավորումները։ 16-17-րդ դարերից սկսած Չեչնիայում ռազմական դեմոկրատիա էր։ Զինյալները ոչ միայն պայքարում էին դաղստանցի և կաբարդինացի իշխանների դեմ, այլև կեղեքում էին սեփական արիստոկրատիային։ Սովորական լեռնային օրենքներով կամ ադաթով որևէ տեսակի հիերարխիա հաստատելը պարզապես անհնարին էր թվում։ Նույնիսկ այն հիերարխիաները, որ անհրաժեշտ է պատերազմական գործողություններ վարելու համար։ Այսպես Իմամ Շամիլը որոշեց շարիաթ ընդունել։ Ի հակադրություն ինգուշները չէին վերացնում իրենց ցեղական արիստոկրատիային։ Նրանց մոտ թեյփային կառուցվածքը գրեթե առանց փոփոխությունների պահպանվել է մինչ օրս։ Ինչի շնորհիվ էլ ինգուշները տարբեր բարդ իրավիճակներում ավելի կազմակերպված են։ 19-րդ դարում, երբ նրանք հավատարմության երդում էին տալիս ցարական կայսրությանը, կար ժողովրդի ներկայացուցիչ, որը կարող էր համաձայնագիր ստորագրել։ Չեչեններն օրինակ այդպես չէին կարող։ Մեկը կարող էր ստորագրել, բայց մնացածի համար դա արժեք չէր ունենա։ Թե Ինգուշետիայում, թե Չեչնիայում այդ ժամանակ թարիքաթ կամ սուֆական իսլամ էր, որը բերել էր կրոնական ուսուցիչ Քունտա Հաջի Քիշիևը։ Հարկ է նշել, որ Հաջի Քիշիևի բերած այդ ուսմունքը շատ ավելի էր, քան պարզապես կրոնը։ Լավ օրինակ է շրջանաձև Զիկայի ավանդույթը, երբ գյուղի բոլոր տղամարդիկ հավաքվում են աղոթքի, շրջանաձև քայլում կամ վազում են, մեկը երգում է, մեկը աղոթք է կարդում։ Սա գործողություն է, որում ներգրաված է ողջ գյուղը, գյուղի բոլոր տղամարդիկ։ Իսկ այն ժամանակ նույն գյուղում կարող էին տարբեր լեռնային խմբեր ապրել, եւ այս ավանդույթի շնորհիվ գյուղը ներկայանում էր որպես մեկ միասնական համայնք։ Շարժվում են շրջանաձև, շրջանի մեջ չկա առաջինը եւ վերջինը, հավասար են ծերերն ու երիտասարդները։ Սա էապես փոխում է համայնքի սոցիալական կառուցվածքը։ Ընդ որում, այս ուսմունքը տարածվել է 1850-ականներին, այսինքն 19-րդ դարի Կովկասյան պատերազմից հետո։ Այս մասին չկան հիշատակումներ Կովկասյան պատերազմի մասնակից ռուսական զինվորականների հուշագրություններում։ Հետո գալիս է 20-րդ դար, խորհրդային իշխանություն, արտաքսումներ, վերադարձներ 1957-ին։ Չեչեններին թույլ չէին տալիս բնակություն հաստատել Գրոզնիում, հատկապես 1958-ի հակաչեչենական ջարդերից հետո։ Նրանք հիմնականում ապրում էին գյուղական բնակավայրերում և շարունակում էին գաղտնի դավանել իրենց կրոնը և անել այդ զիկրաները։ Գաղտնի էր գործում նաև շարիաթը, այսինքն շարիաթի դատավարությունները։ Այդպիսի դատերի ժամանակ վճիռ էին կայացնում ծերունիները, ըստ ադաթի, ավանդույթի, շարիաթի։ Պարադոքսալ փաստ, խորհրդային իշխանության օրոք համարվում էր,
որ Չեչնիայում հանցավորության մակարդակը ցածր է։ Ինչու՞։ Որովհետև բոլոր այն դեպքերում, երբ հարցը հնարավոր էր լուծել ծերունիների միջոցով, բոլորը դիմում էին նրանց, եւ հարցերը լուծվում էին ըստ ադաթի կամ շարիաթի։ Եթե այսպիսի ավանդական դատավարությունից հետո կողմերից մեկը դժգոհ էր մնում, այդ դեպքում նոր դիմում էին ռուսական քննիչին։ Այսինքն դեպքերի մեծ մասը դուրս էր մնում պաշտոնական վիճակագրությունից։ Ոչ միայն կրոնը, այլև կրոնով կարգավորվող օրենքը գործում էր նույնիսկ այն ժամանակներում, երբ համարվում էր, որ նման բան չկա, այսինքն խորհրդային իշխանության օրոք։ Հետո ամեն ինչ փլուզվում է։ Փլուզվում է այդ իշխանությունը, փլուզվում է խորհրդային տնտեսությունը, կոլխոզներն ու սովխոզները։ Խորհրդային իրավունքը, ինչպես եւ հետխորհրդային ռուսական իրավունքը, հարմարված չէր փոքր բիզնեսի հարաբերությունների կարգավորման համար։ Ինչ էին անում մարդիկ։ Կենտրոնական Ռուսաստանում դիմում էին լավ տղեկին, որոնք ինչ-որ պայմաններով լուծում էին հարցերը, երբեմն ավելի լավ, քան խորհրդային, իսկ հետո արդեն հետխորհրդային ռուսական դատարանները։ Իսկ շարիաթը, իսլամական իրավունքը, ծնվել է մեր թվարկության 6-րդ դարում, մանր վաճառականների եւ արհեստավորների շրջանում։ Այսինքն ի սկզբանե հարմարեցված էր այդպիսի հարաբերություններ կարգավորելու համար։ Դաղստանի Կարամախի գյուղում գործում էր իսլամական կառույց, որը լուծում էր մանր եւ կարևոր հարցեր, կապված մարդկանց ունեցվածքի բաշխման, կենցաղային երևույթների եւ այլ ոլորտների հետ։ Այն ժամանակ ոչ ոք չէր պատկերացնում, որ գյուղը կարող է վերածվել պատերազմի դաշտի եւ ամբողջությամբ ավիրվել։ Դա այն իրավական վակուումի հետևանքն էր, որում հայտնվել էր հետխորհրդային Ռուսաստանը։ Այն բնակավայրերում, որոնցում ինչ-որ տեսակի իրավական կարգավորումներ ամեն դեպքում ներմուծվել էին, մարդիկ կարողանում էին խուսափել կոնֆլիկտներից, նաև կրոնական։ Օրինակ Կաբարդա-Բալկարիայում ծայրահեղ իսլամի հետ կապված ամենանշանակալի ապստամբությունը 2005 թվականի հոկտեմբերի 13-14-ին է, երբ Շամիլ Բասաևի առաջնորդած զինյալների խումբը հարձակվում էր ռուսական ռազմական օբյեկտների վրա։ Մարտերը շարունակվում էին 2 օր։ Հարյուրավոր մարդիկ էին սպանվում, տարիներով դատավարություններ էին ընթանում։ Որտեղից այս ամենը։ Հարևան Կարաչայ-Չերքեսիայում արմատական իսլամի շուրջ թեմաներ ևս կային։ Օրինակ 1999-ին Մոսկվայի եւ Վոլգոդոնսկի պայթյունները կապում են համար 2 մահմեդական համայնքի հենց Կարաչայ-Չերքեսիայի ջամաաթի հետ։ Բայց դրանից հետո այդտեղից ոչ մի տագնապային ազդանշան չէր գալիս։ Ոչ մի մասշտաբային իրադարձություն տեղի չէր ունենում։ Սոցիոլոգները, որոնց ես հակված եմ վստահել, սա կապում են պարզ հանգամանքի հետ։ Կարաչայ-Չերքեսիայում կար տեղական հողային օրենսդրություն եւ պրակտիկա, որով հողի մասնավորեցումը կարգավորվում էր ռուսական օրենսդրության համաձայն, իսկ Կաբարդա-Բալկարիայում հողը իհարկե սրբություն էր եւ անվերջ վեճեր էին առաջանում արոտավայրերի ու միջգյուղական տարածքների շուրջ։ Այդ վեճերը իրավական ճանապարհով լուծելը բարդ էր։ Դրանք ռացիոնալիզացվում էին որպես էթնիկ կամ միջկրոնական հակամարտություններ, եթե գոնե աննշան տարբերություններ կային հավատի մեջ, ու սկսվում էր։ 1990-ականներից Հյուսիսային Կովկասում արմատական իսլամի տարածումը բացատրվում է ոչ թե նենգ արտասահմանյան կենտրոնների չար հնարքներով, այլ իրավական վակուումով։ Բայց Չեչնիայում ուրիշ հանգամանք էլ կար։ Չեչնիայի պատերազմները 1995 թվականին Ջոխար Դուդաևը կանգնած էր նույն խնդրի առաջ, ինչ Իմամ Շամիլը նախորդ տարում։ Անհրաժեշտ էր համակարգել զինված խմբավորումները։ Զինյալները ըստ ցանկության էին ենթարկվում հրամանատարին եւ ուրիշ առաջնորդ չէին ընդունում։ Իսկ ինչու ենթարկվել ինչ-որ մեկին։ Չեչենները հիերարխիաներ չեն ընդունում։ Տարածված լեգենդ կա, թե իբր 90-ականներին Ռուսաստանում ուժեղ հիերարխիայով ճյուղավորված չեչենական մաֆիա էր գործում։ Նման բան երբևէ չի եղել։ Երբ հարձակում էր լինում ինչ-որ չեչենական ընտանիքի վրա, այդ ընտանիքի անդամները զենք էին ճարում ու կռվում, բայց որ դիմեն ավելի բարձր կանգնած մեկին ու պաշտպանություն խնդրեն, նման բան չի եղել։ Դա կհակասեր իրենց ավանդույթներին։ Իսկ այստեղ Ջախար Դուդաևի մոտ պատերազմ է գնում, դիսցիպլինա է պետք։ Զինյալների շրջանում հիերարխիա հաստատելու եւ գործողությունները համակարգելու համար հղվում էին շարիաթին։ Օրինակ Չեչենական հանրապետության Իչկերիայի գլխավոր դատախազ Ուսման Իմայևը, որը կրթություն էր ստացել Մոսկվայի ՄԳԻՄՈ-ում, անկասկած խելացի քաղաքական գործիչ էր եւ հաստատ իր շրջապատում ամենավատը չէր։ Ես դատում եմ ըստ գերիների ազատ արձակման եւ անհետ կորածների որոնողական աշխատանքների մասին պատմությունների։ Իր ստորաբաժանումը համակարգվում էր ըստ շարիաթի կանոնների։
Բացի այդ, 1995 թվականի սկզբներին Չեչնիայում ի հայտ էին եկել փոքրաթիվ կամավորական ջոկատներ Մերձավոր Արևելքից։ Օրինակ Խատաբի ջոկատը։ Նրանք Չեչնիայում հայտնվել էին Գրոզնի ազատագրման մարտերից հետո։ Զգալի ազդեցություն չեն ունեցել 1994-1995-ի ձմռան իրադարձությունների վրա։ Բայց ռազմական գործողությունները շարունակվում էին։ Չեչենական դիմադրությունը գնալով ավելի արմատական էր դառնում։ Մերձավոր Արևելքից եկած կամավորականների ջոկատները սկսում էին նկատվել։ Նրանց գաղափարները գնալով ավելի ընդունելի էին դառնում չեչենական հրամանատարների համար։ 1996-ին, օրինակ, ըստ շարիաթի դատավարություն էր իրականացրել Շամիլ Բասաևը։ Ռուսական կողմի հետ համագործակցության մեջ մեղադրվող գյուղապետը այդպիսով դատապարտվել էր մահվան։ Չեչենական Վեդենսկի շրջանում կազմակերպված այս դատավարությունը Մերձավոր Արևելյան խմբավորումների հետ սիմբիոզի հետևանք էր։ Կարևոր է ևս մեկ անգամ նշել, որ այդ կամավորական ջոկատների ներգրավվածությունը երբևէ էական նշանակություն չի ունեցել։ Այո, Խաթաբն ամուսնացել էր Կարամախիի իսլամիստներից մեկի դստեր հետ։ Այո, նա կարևոր էր Չեչնիայում միջպատերազմական ժամանակներում, իսլամիստների միջև կոնսոլիդացիայի ժամանակ, բայց հաստատ ամեն ինչ նա չէր որոշում։ Ոչ արաբները, ոչ էլ նրանց փողերը երբևէ էական նշանակություն չեն ունեցել չեչենական զինված դիմադրության համար։ Չեչնիայի ու մյուս տեղերի համար կարևոր էին հոգևորականները, մզկիթների իմամները։ Խորհրդային իշխանության օրոք բոլոր կրոններում էլ հոգևոր սպասավորների պակաս կար։ Երբ 1990-ականներին իսլամի նկատմամբ հետաքրքրությունը սկսեց աճել, պարզ դարձավ, որ մզկիթներում ծառայություն իրականացնելու համար բավարար մարդ և կրոնական կրթական հաստատություններ չկան։ Ստիպված գնում էին Մերձավոր Արևելքում սովորելու։ Կոնֆլիկտներ էին առաջանում նոր և հին հոգևորականների միջև։ Նոր կրթություն ստացողները շատ արմատական չէին, թեև ծանոթ էին ավելի ռադիկալ ուղղությունների հետ։ Ավելի հին հոգևորականները տեսնում էին, որ իրենց տեղը նեղանում է։ Սալաֆիտական և ավանդական իսլամների միջև տարաձայնությունները 1990-ականների վերջում արդեն բավականին սրված էին։ Օրինակ Կարաչայի-Չերքեսիայում կամ Դաղստանում հոգևորականների հակամարտությունն այնպիսի կետի էր հասել, որ սալաֆիտ համայնքների առաջնորդները վախենալով հնարավոր բռնաճնշումներից փախչում էին Չեչնիա։ Դրանց հետևից Չեչնիա էին տեղափոխվում նաև իրենց համակիրները։ Արդյունքում հարյուրավոր երիտասարդ մահմեդականներ թե Դաղստանից, թե Կարաչայ-Չերքեսիայից բնակություն էին հաստատում Չեչնիայում, նույն Խաթաբի ճամբարներում, որտեղ էլ մարտական պատրաստություն էին անցնում, իսկ 1999-ի պատերազմում արդեն մասնակցում էին ռազմական կամ ահաբեկչական գործողություններին։ Հին ու նոր հոգևորականության մեջ աստվածաբանական տարաձայնություններին գումարվում էին նաև վարչական հանգամանքները։ Օրինակ, Դաղստանի ներքին գործերի նախարար Ադիլգերեյ Մագոմեդ Թագիրովը Շեյխ Սայիդ Աֆանդի Ալ-Չիրկավիի հետևորդ էր։ Դա հարաբերականորեն փոքր սուֆիական համայնք էր, որը դեմ էր նոր առաջացած սալաֆիտական ուղղություններին։ Այսինքն Դաղստանի ոստիկանությունը սալաֆիտների դեմ իր գործողությունների համար դավանաբանական արդարացում ուներ։ Դաղստանում 1990-ականների վերջերից մինչև 2010-ականների սկիզբ շարունակվող պատերազմը սալաֆիտների և իշխանությունների միջև ուներ գրեթե կրոնական հիմնավորում։ Ադիլգերեյ Մագոմեդ Թագիրովը փաստացի պետական մակարդակով կանաչ լույս էր տալիս երիտասարդ մահմեդականների դեմ մեղմ ասած դաժան բռնաճնշումներին, որոնք տարածվում էին ողջ սալաֆիտ համայնքի վրա, անկախ նրանից փախել են Չեչնիա թե ոչ, մասնակցում են պատերազմական կամ ահաբեկչական գործողություններին թե ոչ, կապ ունեն Խաթաբի հետ թե ոչ։ Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք դաժան բռնաճնշումներ։ Մեզ մոտ ոստիկանությունը ինչպես է ցուցվում կորզում։ Ոչ ոք չի սիրում, երբ տղամարդկանց նստացնում են շշի վրա, իսկ երբ վատ ձևակերպված մեղադրանքի համար մարդը 2-3 տարի նստում ու դուրս է գալիս բանտից, ինչ կարող եք սպասել նրանից։ Դաղստանի ՆԳՆ մի քանի բաժիններում սպանել են անխտիր բոլոր աշխատակիցներին։ Հենց Ադիլգերեյ Մագոմեդ Թագիրովը սպանվել է դիպուկահարի կրակոցից։ Շեյխ Սայիդ Աֆանդի Ալ-Չիրակվիին պայթեցրել են 2012-ին։ Սա կրոնական հակամարտություն էր, բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ։ Կան իշխանության հարցեր։ Երբ հակամարտությունը շարունակաբար մեկնաբանվում է որպես դավանաբանական, այն ի վերջո դառնում է դավանաբանական։
Նույնիսկ ոստիկանական իշխանությունն էր իր գործողություններին կրոնական մեկնաբանություններ տալիս։ Սա շատ բարդ պատկեր է թե կրոնական տարբերությունների առաջացման, թե դրանց հետագա զորեղացման պատճառները հասկանալու տեսանկյունից։ Այսինքն, երբ խոսում ենք ռադիկալ իսլամական ընդհատակի մասին, չեչենական երկրորդ պատերազմից հետո, կարևոր է հասկանալ, թե ինչ հիմքերի վրա է այն առաջացել։ Արժի առանձին խոսել հենց Չեչնիայի մասին։ Մինչ պատերազմական ժամանակներում վահաբիտներն այստեղ մեծ ազդեցություն են ձեռք բերել։ Պատկերացրեք պայմանական 1996 թվականն է, Չեչնիա։ Անդադ մարդկանց են առևանգում, որոնք պատերազմի ժամանակ գուցեև կապ ունեին կամ համագործակցում էին ռուսական իշխանությունների դաշնային հատուկ ծառայությունների հետ։ Բայց միթե կարելի է առևանգել մահմեդականներին։ Եթե ասենք, որ իսկական մահմեդական չէ, երևի կարելի է։ Նույնիսկ եթե կոլաբորացիոնիստ չէ, կարելի է մեծ փրկագին պահանջել։ Մարդ առևանգողների, մարդկանց առևտրով զբաղվողների համար ռադիկալ իսլամին հղվելը հարմար էր, քանի որ եթե դու իսկական մահմեդական ես, կեղծ մահմեդականների առևանգելը թույլատրելի է։ Հենց այս ժամանակ ռադիկալ իսլամի խեղաթյուրված այլասերված մեկնաբանությունները մեծ տարածում ստացան։ Չեչնիայում 1996-1999 թվականներին հակամարտում էին ավելի չափավոր և ավելի ռադիկալ ուժերը։ Չափավոր ուժերի ներկայացուցիչներից էր առաջին հերթին Ասլան Մասխադովը, որը փորձում էր վերականգնել չեչենական պետականությունը։ 1997-ի հունվարի ընտրություններում Մասխադովը ստացել էր ձայների մեծամասնությունը։ Նույն ընտրություններում Շամիլ Բասաևի օգտին քվեարկել էր ընտրողների շուրջ 1/4, բայց Բասաևը վայելում էր զինված խմբավորումների աջակցությունը։ 1998 թվականի հունվարին Մասխադովը Բասաևին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։ Բասաևը հայտարարել էր, որ եթե ձախողի, կես տարի անց կհեռանա պաշտոնից։ Կարծում եմ նա ձախողել էր։ Բյուջեի հավելորդը կրճատվել էր շուրջ 20 անգամ։ Նույն թվականի հուլիսին Բասաևը հեռանում է պաշտոնից։ Բայց ուր է հեռանում։ Հենց հաջորդ օրը հրավիրվում է Իչկերիայի և Դաղստանի ժողովուրդների կոնգրեսը, որի ժամանակ պատերազմ են հայտարարում անհավատներին և նրանց, ովքեր չեն պայքարում անհավատների դեմ։ Գլխավոր թիրախը ոչ միայն փոխաբերական, այլ ուղիղ իմաստով իհարկե Մասխադովն էր։ Այդ ժամանակ կազմակերպվող պայթյուններն ուղղված էին ոչ միայն պաշտոնական մուֆթի Արմադ Հաջի Կադիրովի դեմ, այլև ողջ չեչենական իշխանության։ 1998-ի հուլիսին կառավարությունը փորձում էր Չեչնիայում արտակարգ դրություն հայտարարել, բայց չէր ստացվում։ Ինչու՞։ Չեչնիայում ընթացող բուռն քաղաքական պրոցեսներին զուգահեռ հետաքրքիր բաներ էին կատարվում նաև Դաղստանում։ 1998 թվականի մայիսի տեղական որոշ զինված խմբերի միջև հակամարտության հետևանքով պատահաբար պաշարվել էին որոշ կառավարական շինություններ։ Անհասկանալի իրավիճակին լուծում տալու համար Մախաչկալա էր ժամանել Ռուսաստանի կառավարության ղեկավար Սերգեյ Ստեպաշինը։ Տեսնելով, որ կլանները շատ են և բոլորը զինված են ու լավ պատրաստված, Ստեպաշինը հասկացավ, որ բոլորի դեմ միաժամանակ կռվելն անհնար է։ Նա այցելեց նաև Կարամախիի վահաբիտ իսլամիստներին, հայտարարեց, որ նորմալ մարդիկ են և այլն։ Բայց դա ընդամենը փորձ էր ժամանակավոր հաշտություն հաստատել խմբավորումներից մեկի հետ, մինչ կռվում են մյուսի դեմ։ Հիմա նայենք նույն իրավիճակին Չեչնիայից։ Հազիվ որոշել են վերջնականապես հնազանդեցնել վահաբիտներին և ահա Ստեպաշինը հաշտության է գնում նրանց հետ Դաղստանում։ Ստացվում է, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, պաշտոնական Մոսկվան վահաբիտների կողմից է։ Փաստացի Ռուսաստանում ազգամիջյան հարցերով զբաղվողները, անտեղյակ լինելով Կովկասի ներքին թեմաներից ու տարաձայնություններից, իրենց իբրև թե մարտավարական քայլով 1998 թվականին ճնշել են Չեչնիայում իրավիճակի խաղաղ կարգավորման վերջին հնարավորությունը և հույսը։ Հնարավոր էր արդյոք կարգավորել հարցը այս ամենից հետո։ Առհասարակ ինչպես վարվել մարդ առևանգողների հետ։ Հանրահայտ Բամուտ գյուղում, օրինակ, Ռուսլան Խայխորովին սպանել էին իր իսկ համագյուղացիները։ Խայխորոևը հայտնի էր որպես դաժան հրամանատար, շատ ավելի դաժան, քան ինքը Բասաևը։ Բայց սպանվեց, քանի որ մարդկանց էր առևանգում։ Չեչնիայի իշխանություններն այդ ժամանակ ուզում էին լայնամասշտաբ օպերացիա սկսել, որի շրջանակներում պետք է լիկվիդացվեին մարդկանց առևանգող խմբավորումների առաջնորդներին։ Սա նախատեսվում էր իրականացնել պաշտոնական Մոսկվայի աջակցությամբ։
ռուսական ուժայինները կարող են ապահովել օպերացիայի մասնակիցների անվտանգությունը։ Այս ծրագրի շրջանակներում 1999 թվականին Մոսկվա է մեկնում Ասխադովի թիմից Թուրփալ Ալի Ադգերիևը։ Գնում է ՆԳՆ բանակցությունների, բայց ուժայինները նրան բերման են ենթարկում և ուղարկում Լեֆորտովոյի քննչական մեկուսարան։ Գործող վարչապետ Ստեպաշինն այդ ժամանակ գործողման էր։ Նրա վերադառնալուց հետո Ադգերիևին ազատ են արձակում, բայց նա արդեն վարքաբեկված կերպար էր համարվում և չէր կարող վարել բանակցությունները։ Հատկանշական է, որ այդ ժամանակ Անվտանգության դաշնային ծառայության FSB-ի ղեկավարը Վլադիմիր Պուտինն էր։ Այսպիսով 1999 թվականին Արմատական իսլամի քողի տակ գործող հանցավոր խմբավորումների դեմ համակարգված պայքարի հնարավորությունը բաց թողնվեց գերատեսչությունների գործողությունների անհամաձայնության պատճառով, կամ քանի որ պատերազմն արդեն ծրագրված էր, չգիտեմ, բայց հենց մարդկանց առևանգման պատճառով էր, որ սկսվեց չեչենական երկրորդ պատերազմը։ Ավելի ճիշտ, մեկ կոնկրետ մարդու։ 1999 թվականի սկզբին առևանգել էին ՆԳՆ գեներալ մայոր Գենադի Նիկոլաևիչ Շպիգունին, որն այդ ժամանակ Գրոզնիում ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էր։ Իսկ դա փաստացի վերջին կապն էր դաշնային իշխանությունների և չեչենական կառավարության միջև։ Գեներալ Շպիգունին առևանգել էին ինքնաթիռից, որը Գրոզնիի օդանավակայանից պատրաստվում էր թռիչքի։ Գերության մեջ Շագոյինը մահանում է։ Ստեպաշինը հայտարարում է վճռական քայլերի անցնելու մասին։ Այդ ժամանակ Կովկասում սկսում են մեծ թվով տակտիկական հրթիռների արձակիչներ տեղադրել։ Դաղստանում ծովային հետևակ են կենտրոնացնում և այլն։ Ծովային հետևակն այն ժամանակ միակ ստորաբաժանումն էր, որը նաև լեռնային տեղանքում մարտական գործողությունների պատրաստվածություն ուներ։ Վահաբիտներին Կրեմլի ագենտներ անվանում էին նրանք, ովքեր ուզում են Չեչնիայի դեպքերի ողջ պատասխանատվությունը Մոսկվայի վրա բարդել։ Դա բավականին զարգացած կոնցեպտ է։ Ես կարծում եմ, որ այստեղ ռուսական իշխանությունների մեղավորությունն իհարկե կա։ Առնվազն այնքանով, որ նրանք չէին էլ ուզում հասկանալ այդ իսկապես բարդ տարածաշրջանի բոլոր նրբությունները, բոլոր առանձնահատկությունները, բոլոր փոխհարաբերությունները։ Չէին ուզում հասկանալ, բայց փորձում էին աշխատել այդ տարածաշրջանի հետ։ Առաջին չեչենական պատերազմը նախապես էր պլանավորված։ Ամեն ինչ սկսվել էր պատերազմի մեկնարկից դեռ 1 տարի առաջ, 1993 թվականի դեկտեմբերին։ Հետո իրադարձությունները զարգանում էին իրենց ներքին օրենքներով, և նույնիսկ եթե ի սկզբանե չէին պլանավորում ավիրել Գրոզնին, ի վերջո բանը հասավ իսկական պատերազմի։ Առաջին չեչենական պատերազմը ակնհայտ քաղտեխնոլոգիական օպերացիա էր, որն անհրաժեշտ էր 1993-ի դեկտեմբերին իշխող կուսակցության պարտությունից հետո։ Քաղտեխնոլոգները, որոնց այն ժամանակ այդպես չէին անվանում, խորհուրդ էին տալիս գրավել հաղթած հակառակորդի ընտրազանգվածը։ Ըստ պաշտոնական վարկածի այդ ընտրություններում հաղթել էին լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (LDPR) և կոմունիստները, որոնք փաստացի Ելցինի համար ուժեղ ընդդիմություն էին դարձել։ Անհրաժեշտ էր գրավել կոմունիստների և նացիոնալ-պատրիոտների ընտրազանգվածը։ Դա անելու համար պետք էր ինչ-որ շատ հայրենասիրական բան անել, ասենք կայսրությանը ենթարկեցնել ըմբոստացած նահանգը։ Որ մեկը։ Ընտրությունը կանգնեց Չեչնիայի վրա։ Քանի որ դեռ 1993-ի նոյեմբերի սկզբներից մշակվում էր այսպես կոչված Շախրայի ծրագիրը, որով նախատեսվում էր վերադարձնել Չեչնիան բանակցային ճանապարհով, ուժային ճնշման սպառնալիքի ներքո։ Այդ ծրագիրը կար, բայց չէր իրագործվում։ Իսկ այ 1993-ի դեկտեմբերի 12-ից հետո որոշեցին վերադառնալ դրան։ Չեչնիայի հետ կապված ակտիվ գործողությունները սկսվեցին արդեն 1993-ի դեկտեմբերի 16-ին։ 1994-ի ամառվանից ոչ մի քաղտեխնոլոգ այլևս որևէ վերահսկողություն չուներ իրավիճակի վրա։ Ամեն ինչ արդեն հետախուզության դաշնային ծառայության ձեռքերում էր։ Լայնամասշտաբ պատերազմական գործողությունները մեկնարկել են 1994-ի դեկտեմբերին։ Այս ամենը Ելցինին ձայներ չբերեց։ 1996-ի ընտրություններում հաղթելու համար արդեն պետք էր հակառակը՝ խաղաղության գործընթաց սկսել։ Ցանդորբեևի հետ բանակցություններ Մոսկվայում, այցելություն Չեչնիա, Նազրանի բանակցությունները չեչենական պատվիրակության հետ։
Այս ամենից հետո Չեչնիան փորձում էին չնկատել։ Ունենք խնդրահարույց շրջան, որի հետ կապված չունենք ոչ մի հստակ երկարաժամկետ քաղաքականություն։ Վատ լուրեր չկան, ուրեմն չենք կպնի, աճ կփակենք, կմտնենք սավանի տակ։ Սավանի տակ մտնել չստացվեց։ 1999-ին արդեն, ինչքան էլ պարադոքսալ չնչի, պատերազմը պետք էր երկու կողմերին։ Մենք տեսանք, թե ինչպես Պուտինը սկսեց աճել երկրորդ չեչենական պատերազմի հաշվին։ 1999-ի օգոստոսին նա դարձավ վարչապետի պաշտոնակատար, ունենալով չնչին շատ ցածր վարկանիշ։ Հետո մարտական գործողությունների ընթացքին զուգահեռ նա հայտնի էր դառնում իր խոսուն արտահայտություններով, մաչից սարդերի եւ այլն։ Ամեն այդպիսի հայտարարությունից հետո նրա վարկանիշը շաբաթական 7%-ով աճում էր։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո 1999-ի սեպտեմբերից Պուտինին ու նրա կուսակցությանը հնարավոր չէր հասնել։ Բայց սա միայն Պուտինին չէր, որ պետք էր։ Չեչնիայում Մասխադովի կողմնակիցների ու արմատականների միջև հակամարտությունները սրված էին։ Բասաևը ինքնակամ հեռացել էր պաշտոնից, հասկանալով, որ չի կարողանում իրականացնել վարչապետի լիազորությունները։ Նրա դերը խաղաղ Չեչնիայում փաստացի հարցականի տակ էր։ Այն, որ Բասաևը 1998-ի հուլիսից պատերազմի էր պատրաստվում, միանգամայն տրամաբանական էր, քանի որ միայն պատերազմական իրավիճակում ինքը եւ իր կողմնակիցները կարող էին ապահով զգալ։ Ավելի ուշ, կարծեմ 2001 թվականին, Ալեքսանդր Պոդրաբիննիկին տված հարցազրույցում նա ասել է. Դաղստանում պատերազմ սկսելով փաստացի կանխել է քաղաքացիական պատերազմը Չեչնիայում։ Ռազմական ագրեսիայի սրացումը Բասաևի համար գոյատևման երաշխիք էր։ Եվ իսկապես, նա կարողացավ կենթանի մնալ մինչև 2006-ի հուլիս։ 1999 թվականի ամռանը պատերազմի սկսվելը մասամբ օրինաչափություն էր, մասամբ պատահականություն։ Այո, ռուսական խմբավորումները, ռուսական զորքերը ամրապնդվում էին, բայց էսկալացիայից դեռ հնարավոր էր խուսափել։ Լեռնային ճանապարհների բացվելուց հետո 1999-ի ամառանից Չեչնիայից դեպի Դաղստանի լեռնային շրջաններ, օրինակ Ցումադինսկի շրջան, ուղարկում էին Բասաևին կամ Խատաբին ենթարկվող ջոկատներ։ Հուլիս-օգոստոսին այստեղ բախումներ էին, ոստիկաններ էին սպանվել։ Դրան կարող էին արձագանքել, կարող էին եւ անտեսել։ Արձագանքեցին։ ՆԳՆ 102-րդ ստորաբաժանումն ուղարկվեց դեպքի վայր, պարզելու թե ինչ է կատարվում Ցումադինսկի շրջանում։ Դրանով ի դեպ խաթարվեց այդ շրջանում սկսած սալաֆիտների եւ ավանդական մահմեդականների միջև հաշտության process-ը։ Ներքին գործերի 102-րդ ստորաբաժանման ծառայողները կոշիկներով մտել էին մարզկենտրոն Ագվալիի մարզադպրոց, որն օգտագործվում էր որպես հինգշաբթի օրերի համատեղ աղոթքի վայր բոլոր մահմեդականների համար, սալաֆիտ եւ սուֆի։ Բախումներից գուցե դեռ կարելի էր խուսափել, բայց ՆԳՆ զորքեր էին բերել։ Ինչ է անում Բասաևը։ Նրա ջոկատները մտնում են Բոտլիխի շրջան, կտրելով դեպի հարավ, այսինքն Ցումադինսկի շրջան տանող միակ ճանապարհը։ Պատերազմ է սկսվում։ Սկզբում Դաղստանի, Ցումադինսկի եւ Բոտլիխի շրջաններում, իսկ երբ Բասաևի ջոկատները նահանջում են դեպի Նովոլակսկի եւ Խասավյուրտի շրջաններ, իսկ դա արդեն 1999-ի սեպտեմբերին էր, սկսվում է լայնամասշտաբ պատերազմը։ Այն, որ ռազմական գործողությունները սկսվեցին հենց այդ ժամանակ, քիչ թե շատ պատահականության հետևանք էր։ Կարող էր ավելի շուտ լինել, կամ ավելի ուշ, կարող էին էլի խուսափել էսկալացիայից։ Հետո անցումները նորից կփակվեին, ու աշնանն ու ձմռանը պատերազմելն անհնարին կլիներ։ Կարևոր է հիշել, որ հակամարտությամբ շահագրգռված էին երկու ուժեր։ Իշխանապողությունը Մոսկվայում, որը խնդրային էր անցնում, կարող է հեշտանալ սկսվող պատերազմի շնորհիվ։ Չեչնիայում երկու տարբեր քաղաքական ուժերի զինված ջոկատների համախմբումը պատերազմի ֆոնին ուժերից մեկին ոչ միայն գոյատևման, այլև գերակայության հնարավորություն էր տալիս։ Երկրորդ չեչենական պատերազմն անկասկած դարձավ քաղտեխնոլոգիական օպերացիա։ Հենց դրա վրա աճեց Վլադիմիր Պուտինը։ Ուժեղ ձեռքի նոստալգիան 1990-ականների վերջում Ռուսաստանում պատահական չէր առաջացել։ Առաջին չեչենական պատերազմը, ավելի ճիշտ իրադարձությունները, որոնք անխուսափելի դարձրեցին այդ պատերազմը, արձագանքն էին 1993-ի դեկտեմբերի ընտրություններում իշխող կուսակցության պարտությանը։ Բայց դա միակ արձագանքը չէր։ Կոչը ավանդական ընտրազանգվածին, որը պետք էր վերադարձնել, այլ շրջադարձ ստացավ։ Փոխվեց ռոպագանդայի վեկտորը։
Վերադարձան կարևորի մասին հին երգերին, հաղթանակի նոստալգիային եւ այլն։ 1995 թվականից մայիսի 9-ի Կարմիր հրապարակում կազմակերպվող ռազմական շքերթներն ամենամյա դարձան։ Մինչև այդ քանի շքերթ էր կազմակերպվել։ 1965-ին, 1975-ին, 1985-ին, 1995-ին։ 4. Եվ միայն 1995-ից արդեն կազմակերպում էր ամեն տարի։ 1990-ականների կեսերի պրոպագանդայի այս շրջադարձը ինչ-որ չափով ստեղծեց ռեսենտիմենտը, ինչպես հիմա են ասում, նոստալգիան խորհրդային ժամանակների և ուժեղ ձեռքի քաղաքականության նկատմամբ։ Նոստալգիա, որը Վլադիմիր Պուտինը սկսեց իրագործել արդեն 1999 թվականին Չեչնիայում։ Չեչնիան պատերազմի մեջ մտավ երկու անհաշտ ուժերով՝ ծայրահեղականների ջոկատները, որոնցով Բասաևն ու Խատաբը մտել էին Դաղստան, և կառավարական ուժերը։ Նրանք ընդհանուր թշնամու դեմ կռվում էին միասին։ Բասաևն իր ուզածին հասել էր։ Ծայրահեղականների և կառավարական ջոկատների ներկայացուցիչները զոհվում էին նույն ինտենսիվությամբ։ Նոր զինյալներն առաջին հերթին միանում էին արմատականներին, քանի որ ռուսական բանակը, որը Չեչնիա էր մտել հակաահաբեկչական օպերացիա իրականացնելու, հակաահաբեկչություն էր անում պետական ահաբեկչության մեթոդներով, մոբիլիզացիայի հիմքեր տալով զինված ընդհատակին։ Հին Ատագի գյուղում տասնյակ զտումներ են արել, որոնց ընթացքում մարդկանց ձերբակալում էին, տանկների ենթարկում, ոմանք անհետանում էին, ոմանք սպանվում։ Բայց հենց այդպիսի գործողություններից մի քանի օր անց իմ գործընկերներ Օլեգ Օրլովն ու իր թիմը հայտնվում են Ատագիում ու տեսնում, որ տեղում գործում են երկու զինված ջոկատներ, որոնք միմյանց ուղղությամբ չեն կրակում, զուտ որովհետև ընդհանուր ավելի մեծ թշնամի ունեն։ Բայց փաստացի այդ զտումների արդյունքում ոչ մի ջոկատ էլ չէր ոչնչացվում։ Ուժայինների այսպիսի օպերացիաներից զայրացած մարդիկ աստիճանաբար որոշում էին միանալ զինված դիմադրությանը։ 2002-ի ամռանը, այսինքն երկրորդ չեչենական պատերազմի մեկնարկից 3 տարի անց, Բասաևի և Մասխադովի համակիրները հաշտության են գալիս, համախմբվում են, այսինքն Բասաևը հաղթում է, չէի ասի։ 2002-ի սեպտեմբերին Մասխադովի ուժերն անսպասելիորեն համալրվում են։ Ամենաազդեցիկ դաշտային հրամանատարներից մեկը, Ռուսլան Գելաևը, որը 2000 թվականից Վրաստանի Պանկիսի կիրճում էր, անցնելով Ինգուշեցիայով, Հյուսիսային Օսետիայով ու ևս մեկ անգամ Ինգուշեցիայով հասնում է Չեչնիա։ Մասխադովի զորքերը համալրվում են հարյուրավոր լուրջ մարտիկներով, ինչը նրան ինքնուրույն քաղաքական ուժ դառնալու նոր հնարավորություն է տալիս։ Արմատականները, սալաֆիտները, վահաբիտները Բասաևը այլևս գերակա դիրք չունեն։ Հենց այդ ժամանակ Բասաևը Մոսկվա է ուղարկում Մովսար Բարաևի ջոկատը, որը 2002-ի հոկտեմբերի 23-26-ը ահաբեկչություն է իրականացնում Դուբրովկայի թատրոնում Նորդ-Օստ մյուզիքլի ժամանակ։ Նորդ-Օստից հետո Մասխադովի հետ որևէ տեսակի քաղաքական բանակցություններն արդեն անպատկերացնելի էին։ Այս գործողությամբ Բասաևը վերջնականապես փակում է հետարցի ճանապարհը։ Այն դեպքում, երբ հոկտեմբերի 23-ին Մոսկվա էր ուղարկել Մասխադովի տեսաերիզը, որում նա ինչ-որ խաղաղության ծրագիր էր առաջարկում։ Այդ տեսաերիզն օդանավակայանում առգրավել էին FSB ծառայակիցները։ Այդ պահին տեսանյութը կարևոր իրադարձություն չդարձավ, քանի որ բոլորը տարված էին Նորդ-Օստի ահաբեկչությամբ։ Հասել էին ևս մի անդառնալիության կետի, իսկ հետո 2005-ի մարտի 8-ին Մասխադովին սպանում են։ Նրա պաշտոնը ստանձնում է Աբդուլ Խալիմ Սադուլաևը։ Սադուլաևին սպանում են 2006-ի հունիսի 17-ին, նրա փոխարեն գալիս է Դոկու Ումարովը։ 2007 թվականի հոկտեմբերի 7-ին Ումարովը հայտարարում է, որ 1990-ականների սկզբին հիմնված սեպարատիստական Չեչենական Հանրապետությունը Իչկերիան փակվում է։ Դրա փոխարեն այսուհետ գործում է համակովկասյան ընդհատակը Իմարատ Կովկասը։ Ինչ էր դա։ Ինչ-որ նոր մտահղացում, թե ստեղծված իրականությունը ընդունելու ակտ։ Դա իրականության ընդունում էր։ Շամիլ Բասաևը չեչենական դաշտային հրամանատարներից ամենաստեղծարարն ու նախաձեռնողն էր։ Սպանվել է 2006-ի հուլիսի 10-ին Ինգուշեցիայում։ Չնայած տարածված վարկածին, նրան ռուսական հատուկ ծառայությունները չեն սպանել։ Նրանց համար էլ էր դա անսպասելի սպանություն։ Նա պայթել է իրենց իսկ կողմից տեղադրված ռումբի վրա։ Սիրում էր ինքնաշեն բաներ։ Միջազգային ահաբեկչություն։ Դոկու Ումարովը ռազմական հրամանատար չէր։ Նա կոմիսար էր, որը միավորել էր տարբեր կառույցներ, տարբեր համայնքներ,
որոնց դեմ պետք է ընդունել դաշնային կենտրոնը պայքարում էր բավականին արդյունավետ։ 2014-ից կարելի է ասել Իմարաթ Կովկասը էլ չկար։ 2014-ին արդեն վկայություններ կային, որ Ումարովը սպանվել է։ Իմարաթ Կովկասի հաջորդ ամիրը պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս, հաջորդները մի քանի շաբաթ, հետո մի քանի օր ու վերջ։ Այնուհետև որպես հնարավոր այլընտրանք, որպես հնարավոր ֆրանշիզա, որի ներքո կարելի է շարունակել գործողությունը, առաջանում է իսլամական պետությունը, Իրաքի եւ Լևանտի իսլամական պետություն, ԻԼԻՊ։ Ահաբեկչական ընդհատակի դեմ ակտիվ պայքար էր գրում 2000-ականների վերջերից ու 2010-ականների սկզբներից։ Հատկանշական է Ինգուշեթիայի օրինակը։ 2002-2008 թվականներին նախագահ Ռուսլան Սուլթանովիչ Աուշևի հեռանալուց հետո դաշնային ուժայինները, դաշնային հատուկ ծառայությունները Ինգուշեթիայում կարող էին անել ինչ ուզում էին։ Նրանց պատճառով Ինգուշեթիան Հյուսիսային Կովկասի ամենաթեժ կետն էր դարձել, քանի որ սովորության համաձայն ուժայիններն իհարկե գործում էին բիրտ մեթոդներով։ Դաշնային ծառայությունների այսպիսի պահվածքի արդյունքում, ինչքան էլ չդերբակալեին ու չոչնչացնեին զինյալներին, ավելի շատ նոր վրիժառուներ էին առաջանում։ 2008-ի աշնանը Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնում նշանակվում է գեներալ Յունուսբեկ Բամադգիրեևիչ Եվկուրովը։ Թվում էր, թե նրա օրոք նոր արյունահեղություններ են լինելու, բայց ոչ։ Եվկուրովը փորձում էր Ինգուշեթիայում հակաահաբեկչությունը ավելի մարդկային դարձնել, վերականգնել փոխըմբռնման մթնոլորտը ինգուշ ժողովրդի, նաև ռուսական իրավապաշտպանների հետ։ Ու դա նրա մոտ ստացվում էր։ Եվկուրովը վարում էր ոչ թե բիրտ, այլ խելացի ուժի քաղաքականություն։ Ինգուշեթիայում ևս կային իմամներ, որոնք սալաֆիտ էին համարվում եւ խոսում էին ոչ այնպես, ինչպես կուզեր մահմեդական հոգևոր ղեկավարությունը։ Բայց նրանց չէին հալածում։ Եթե կան մարդիկ, որոնք ուզում են դավանել դարերի ընթացքում առաջացած շերտերից զերծ իսլամ, դա մի բան է։ Եթե մարդն ուզում է գնալ ու սպանել ճանապարհին հանդիպած բոլոր ուրիշ մարդկանց, ինչպես Մախաչկալայում եւ Դերբենտում էր նախորդ տարվա ամռանը, դա ուրիշ բան է։ Թեև իշխանությունների տեսանկյունից սրանք իրարից քիչ են տարբերվում, մահմեդականների հոգևոր ղեկավարության դավանած իսլամից տարբերվող ուղղությունների համագիրներին ճնշելը կարող էր բերել նրանց ռադիկալացման։ Պետք չէ մոռանել ևս մեկ հանգամանք։ Ռադիկալիզացիայի պոտենցիալն առանց այն էլ մեծ էր։ 2000-ականների առաջին կեսին, մինչև 2005 թվականը, Կաբարդա-Բալկարիայի ջամաաթի ռադիկալիզացիային միաժամանակ երկու գործոն էր խթանում։ Նախ դա պատասխան էր բռնաճնշումներին, բայց նաև ներքին տրամաբանություն կար։ Ինչ էին մտածում ջամաաթի առաջնորդները, ինչ էր պետք անել։ Ամեն ինչ ավելի բարդ էր, քան պարզապես իշխանությունների գործողություններին արձագանք տալը։ Ամեն դեպքում, երբ իշխանությունները թույլատնում են անիմաստ բռնաճնշումները, երիտասարդ մահմեդականների նկատմամբ նրանք այլևս կարիք չեն ունենում գնալ անտառ ու միանալ զինված խմբավորումներին։ Մյուս կողմից Եվկուրովը հանձնաժողով էր հիմնել, որը զբաղվում էր զինյալների ադապտացիայով։ Այսինքն, եթե դու անտառում ես, բայց ծանր հանցագործություններ չես գործել, ապա կարող ես հանձնվել եւ դատվել ըստ օրենքի, առանց կտանքների կամ անհետանալու վտանգի։ Այս նախաձեռնություններից հետո նախ եւ առաջ կանգնեց ընդհատակյա խմբավորումների համալրումը։ Շատերը հնարավորություն ստացան հեռանալ ընդհատակից, անտառներից, լեռներից եւ այլն։ Կարճ ժամանակում Եվկուրովը կարողացավ Ինգուշեթիայի զինված ընդհատակը կրճատել մոտ 100 անգամ։ Նման մի բան կազմակերպվել էր նաեւ Դաղստանում։ Այնտեղ ևս հիմնվել էր զինյալների ադապտացիայի հանձնաժողով։ Զինված ընդհատակի դեմ պայքարի այս մեթոդը ցույց տվեց, որ մահմեդական համայնքի ապառադիկալացումը փաստացի հնարավոր էր։ 2012-ի ամռանը կլոր սեղան էր հրավիրվել նախագահին կից մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, որին մասնակցում էին իրավապաշտպաններ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ուժայիններ, նաև FSB-ից եւ ազգային հակաահաբեկչական կոմիտեից։ Կլոր սեղանի շրջանակներում քննարկվում էին խելացի ուժի հեռանկարները։ Գրեթե բոլորը կարծում էին, որ սա աշխատող տարբերակ է։ Բացի իհարկե չեչենական իշխանություններից, որոնք մինչև վերջ շարունակում էին դիմադրությունը ցանկացած տեսակի հերետիկոսության դեմ։ Դեմ էր նաև քննչական կոմիտեն։ Ինչպես թե Կազինյալը եւ մենք չենք դատապարտում նրան ծանր հոդվածներով, կլոր սեղանի բոլոր մյուս մասնակիցները սակայն կողմ էին։ Հետո ուրիշ գործոններ ի հայտ եկան։ Օրինակ Դաղստանում Շեյխ Սայիդ Աֆանդի Ալ-Չիրկավիր Դաղստանի ուժայինների կրոնական առաջնորդի սպանությունը։
Նաև անցակետերից մեկի պայթեցումը, որի արդյունքում մեծ թվով ուժայիններ զոհվեցին։ Եվս մեկ գործոն, որը հավանաբար էլ ավելի կարևոր էր։ Մոտ 2 տարուց պետք է կազմակերպվեին Սոչիի օլիմպիական խաղերը։ Իշխանություններն ուզում էին ապահովել այդ օլիմպիադայի անվտանգությունը, վերադառնալով բիրտ ուժի մարտավարությանը։ Բացի այդ, 2011 թվականի արաբական գարունից և իսլամական պետության առաջացումից հետո Հյուսիսային Կովկասի արմատական մահմեդականների համար այլ ճանապարհ էր բացվել։ Կարող էին միանալ ԻԼԻՊ-ին։ Նախ դա ջիհադ էր տեղում, որոնց ժամանակին ջիհադ էր հայտարարել ինքը Մոհամմադ Մարգարեն, այսինքն գլխավոր ջիհադը։ Երկրորդ, դա 5 աստղանի ջիհադ էր։ Պետք չէր նստել անտառներում կամ խոնավ լեռնային բարիկադներում, առևանգման ու տանկերի վախի տակ։ Կարող ես գտնվել տարածքում, որը վերահսկվում է քո համակիրների կողմից, և որին նվիրատվություններ են անում քո համակիրների համակիրները աշխարհի բոլոր ծայրերից։ 2010-ականների առաջին կեսին Կովկասը լքել էին հազարավոր մահմեդականներ։ Ոչ բոլորն էին ուզում կռվել, շատերը պարզապես հանգիստ կյանք էին ուզում ու տեղափոխվում էին, օրինակ, Թուրքիա։ Մյուսները տեղափոխվում էին Իրաք և Սիրիա։ Հյուսիսային Կովկասում իրավիճակի լիցքաթափման վրա սա շատ ավելի արդյունավետ ազդեցություն է ունեցել, քան ուժայինների բոլոր ջանքերը։ Բայց մյուս կողմից, եթե նայենք այդ ընդհատակյա խմբավորումների գործունեության ինտենսիվությանը, որն առաջանում էր տարերային ձևով և հիմնականում արձագանքն էր իրավապահների բռնաճնշումներին, կարող ենք ասել, որ դա զինված խմբերի կողմից շատ փոքր քանակի բռնություն էր, եզակի դեպքեր։ Ինգուշեթիայում 2012 թվականին Յունուս Բեկ և Կուրովի պաշտոնից հեռանալուց հետո, երբ ուժայիններն էլի ինչ ուզում անում էին, տարածաշրջանում նորից զինված ընդհատակ առաջացավ։ Սալաֆիտական ջոկատ կար, որը իսլամական պետությանն էր միացել 2023-ին։ Ինգուշեթիայում երկար ժամանակ փորձում էին բռնել նրանց։ Ի վերջո բախումներ եղան 2024-ի մարտին։ Այստեղ բոլորին հետևում են, գիտեն թե ով ինչ է արել, ում են բռնել այդ գործով և այլն։ Բայց ընդամենը 20 տարի առաջվա համեմատ սա աննշան ակտիվություն է։ Մյուս կողմից ռուսական ուժայինների ուրախ զեկույցներն են այն մասին, որ իրանք բռնել են Crocus City-ի ահաբեկչության մեղավորներին։ Բայց երբ որպես Crocus-ի հետ կապ ունեցողներ ներկայացնում են Բաթալ հաջիականներին, այսինքն ինգուշական ամենափակ սուֆի մահմեդական խմբավորման անդամներին, արդեն չես էլ իմանում ինչ մտածել։ Սա նման է 1930-ականներին ՆԳՆ զեկույցներում նույնիսկ ոչ թե աջ տրոցկիստական բլոկին, այլ մենշևիկ միապետական դավադրությանը։ Մենշևիկներն ու միապետականները տարբեր մարդիկ են, միմյանց չեն վստահում, հազիվ թե կարողանան միասին գործել։ Եթե այսօր ուզենաք կարդալ Հյուսիսային Կովկասում ընդհատակի դեմ պայքարի մասին ուժայինների զեկույցները, պետք է եռակից զգույշ լինեք։ Երբեմն հիշատակվում են այնպիսի խմբավորումներ, որոնք ըստ իսլամագետների արդեն ավելի քան կես դար է ինչ գոյություն չունեն։ 1999 թվականին սկսված երկրորդ չեչենական պատերազմը ռուսական իշխանությունների կողմից ստացել էր հակաահաբեկչական օպերացիա անվանումը, բայց այն վարում էին պետական ահաբեկչության մեթոդներով։ Այս օպերացիայի ժամանակ մարդկանց առևանգումներն ու անհետացումները սովորական բան էին դարձել։ Ինչ է նշանակում մարդու անհետանալը։ Անօրինական ձերբակալություն, ազատազրկում, գաղտնի անօրինական բանտերում, դաժան, սարսափելի անմարդկային տանքներ, որոնց մարդը կարող է չդիմանալ, արտադատարանային մահապատիժ և այլն։ Չեչնիայում երկրորդ պատերազմից հետո, ըստ մեր տեղեկությունների, անհետացել է 3-ից 5,000 մարդ, շատ մեծ թիվ է։ Հաշվի առնելով Չեչնիայի բնակչության թիվը, սա համեմատելի է մեծ տերորի ժամանակ 1937-1938 թվականների բռնաճնշումների հետ։ Այդ ամենի արդյունքում չեչենական զինված խմբավորումները, զինված ընդհատակը միայն ուժեղացել է։ Կան օրինակներ, երբ առևանգված ու անհետացած մարդկանց հարազատները միանում են զինված խմբավորումներին ու համաձայնում մասնակցել ահաբեկչական գործողությունների։ Այդ միտումը ստացվեց կոտրել պատերազմը չեչենականացնելով միայն, այսինքն անօրինական բռնության իրավասությունները ազգությամբ չեչեն ուժայիններին, կադիրովականներին, բայսարովականներին ու մյուսներին պատվիրակելով։ Նրանք ոչ պակաս դաժան էին գործում, բայց ավելի ընտրողական։ Եվ արդյունքում 2007-8-9 թվականներից հետո Չեչնիայում զինված ընդհատակը կարելի է ասել ճնշված էր։ Բայց դաշնային իշխանությունների կողմից Դաղստանում, Չեչնիայում, Ինգուշեթիայում, Կաբարդա-Բալկարիայում և այլուր կիրառվող բռնության պատճառով ստեղծված իրավիճակ
Երբ նույնիսկ հարաբերականորեն խաղաղ բնակավայրերում առաջանում էր զինված ընդհատակ, տեղի էին ունենում մասշտաբային իրադարձություններ։ Օրինակ հարձակումը Ինգուշետիայի վրա 2004 թվականին, Բեսլանի ահաբեկչությունը նույն 2004-ին, Նալչիկի բախումները 2005-ին եւ այլն։ Զինված ընդհատակի դեմ պայքարում օրինական եւ ոչ բռնի մեթոդների կիրառումը օգնում էր կանգնեցնել խմբավորումների համալրումը, օգնում էր մարդկանց դուրս գալ ընդհատակից։ Այդ մեթոդները հնարավորություն էին տալիս կայունացնել իրադրությունը տարածաշրջանում, ապա ռադիկալացնել համայնքները։ Չնայած տարածված կարծիքին, Ռուսաստանում կային հակաահաբեկչության տարբեր մարտավարություններ։ Ռուսաստանը շատ բան ունի սովորելու իր իսկ փորձից, բայց ինչպես տեսնում ենք հիմա Ուկրաինայում, ռուսական զինվորականները դիմում են ամենավատ պրակտիկաներին, որոնք կային դեռ նախորդ պատերազմների ժամանակ Չեչնիայում կամ Սիրիայում։ Թվում էր, թե իսլամիստական ուժերի ակտիվությունը Կովկասում մեծ չէ, եւ օրինակ հարձակումները եկեղեցիների եւ սինագոգների վրա նախորդ տարվա հունիսին Դաղստանում պարզապես բացառություն են, բայց այդպիսին է արդյոք հեռանկարը։ Որոշ պարզ հարցեր ունեն պարզ պատասխաններ։ Աշխարհը կատարյալ չէ, աշխարհը անարդար է, քեզ շրջապատող հասարակությունը կեղծավոր է, քո ծնողները հանրայնորեն մի բան են ասում, տանը մեկ այլ բան։ Նրանց ժամանակակից կերպարը չի համապատասխանում իրենց գործունեությանը։ Ինչ եմ ուզում ասել։ Ահաբեկչական ակտերի երիտասարդ մասնակիցները կասկածներ ունեցող պատանուց վերածվում են սպանության անհոգի մեքենայի։ Ամբողջ երկրով մեկ երիտասարդները, նույնիսկ ամենաապահովված ընտանիքներից, տեսնում են այդ անարդարությունը, խոսքի ու գործողությունների անհամապատասխանությունը։ Նրանց մոտ հարցեր են առաջանում, բայց որոշ տեղերում նրանց համար կան պատրաստի սարսափելի գրավիչ պատասխաններ։ Դրա համար էլ երիտասարդները, որոնք գալիս են այսպես կոչված լավ ընտանիքներից, էլիտաներից, հանկարծ հայտնվում են ահաբեկչական խմբավորումներում։ Ցավոք ռուսական իշխանությունների քաղաքականությունը, պրոպագանդան շարունակելու են վերարտադրել թե անարդարությունը, թե նրանց, ովքեր փորձելու են գտնել պատասխաններ հարցին, թե ինչ անել այդ անարդարության հետ։ Շատ հեշտ է այդպիսի երիտասարդներին խաբելը։ Հետո նրանց կյանքը խորտակվում է ուրիշ մարդկանց կյանքերի հետ։ Կրկնում եմ, Կովկասում ուղղակի ավելի հեշտ է պատրաստի պատասխաններ տալ հարցերին, որոնք առաջանում են ամենատարբեր տեղերում։ Այդ հարցերի իրական լուծումը կարող է լինել միայն գործող դրական կենսական ծրագրում։ Այդ ծրագիրը պետք է տարբերվի մահվան ճանապարհից, որը ցավոք հասանելի է յուրաքանչյուրին, ով հարցեր է տալիս այդ տարածաշրջանում եւ ոչ միայն։ Մենք դեռ բախվելու ենք երևույթներին, երբ կարծես թե օդից առաջանում են սարսափելի բաներ անող խմբավորումներ։ Ռուսաստանն այս ամենը վերապրել է դեռևս 19-րդ դարի երկրորդ կեսում, երբ բարին կամեցող, արդարություն պահանջող երիտասարդները պետության անմիտ ու չմտածված գործողությունների պատճառով դառնում էին ահաբեկիչներ։ Սրանք հերթական ակնհայտ չքաղված դասերն են։ Վերադառնալով պատմությանը, արդեն ոչ միայն խորհրդային կամ նախախորհրդային, այլև վերջին մի քանի տասնամյակների, կարելի է գտնել ոչ միայն սարսափելի իրադրություններ, այլ նաև թվացյալ փակուղուց դուրս գալու բավականին հաջող փորձեր։